Մի րոպե, ինչ ես կարծում, հնարավոր է գլխին հարված ուտելուց հետո դառնալ մաթեմատիկոս։ Հենց այս երևույթը տեղի ունեցավ Ջեյսոն Փաչեթի հետ։ 2002 թվականին նրան դաժանաբար ծեծում են ակումբներից մեկի դիմաց, ինչից հետո նա ստանում է գլխի լուրջ վնասվածքներ։ Եվ երբ արթնանում է ու գնում է լվացվելու, լվացարանի ջուրը արդեն նրան թվում է որպես երկրաչափական պատկեր։ Նա այլևս սովորական չէր տեսնում սфերները, մարդկանց շարժումները, նույնիսկ անձրևը։ Ամեն ինչ նրա գլխում վերածվում էր մաթեմատիկական նախշերի։ Գիտնականները նման երևույթը անվանում են ձեռքբերովի տաղանդներ։ Երբեմն գլխի վնասվածքից հետո մարդու մոտ անսպասելիորեն կարող են բացահայտվել տաղանդներ, որոնք նա մինչև այդ չի ունեցել։ Հրաչ, ասում եմ, կարող եմ մի բանով 10 գլխիս։ Հնարավոր է այդ ունակությունները չեն հայտնվել, դրանք պարզապես թաքնված են եղել նրա ուղեղում։ Նեյրոգիտությունը կարծում է, որ մենք ունենք հսկայական ինֆորմացիա, ուղղակի մեր ուղեղը զտում է դրանք, որպեսզի մենք չխելագարվենք մեծ ինֆորմացիայի քանակից։ Հնարավոր է մենք բոլորս էլ հանճարներ ենք։ Ուղղակի մեր ուղեղը սահմանափակում է մեզ ու դրա պատճառով մենք չենք կարողանում արտահայտել մեր տաղանդները։ 1 րոպեն ավարտվեց, կհանդիպենք։